Նոյեմբերի 28-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի, Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի, Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որովհետեւ չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովվապետի կողմից։ Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձնախմբի ատենապետ Տեր Խաժակ arczepiskopos Սպարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել վեհափառ հայրապետին առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել 3 անձինց կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության արժամյա կասեցման հարցը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են եւ համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։ Այսու ակնհայտ է, որ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են եւ շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի։ Դատապարտելի եւ անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը, ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում եւ չխաթարեն եկեղեցու միաբանությունը։ Արագածոտնի թեմի հոգևոր դասը եւ հավատացյալները ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում էին երեկոյան ժամերգության։ Ամեն հինգշաբթի թեմի տարբեր եկեղեցիներում կատարվող ժամերգություններին քահանաներն ու հավատացյալներն իրենց զորակցությունն են հայտնում եւ աղոթում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի բանտարկված բոլոր հոգևոր հայրերի, եկեղեցին եւ հայրենիքը պաշտպանելու համար անազատության մեջ գտնվող հայրենիների համար։ Մենք հավաքվում ենք պարզապես աղոթք բարձրացնելու, խնդրելու մեր երկնավոր Հորը, որպեսզի իր մեծ ողորմությամբ միջամտի, աջակցի, ողորմի, մեր ժողովրդին իմաստություն տա, մեր ժողովրդին լույս տա, առաջնորդություն տա, կարողանալու հավատարիմ լինել իր եկեղեցուն, իր հավատքին եւ իր ազգային արժեքներին։ Ժամերգությունը կատարեց թեմի վարչական խորհրդի ատենապետ Շնորհք Աբեղա Պալոյանը։ Ձայնակցում էին Ղազարավանի Մենաստանի միանձնուհիները։ Տեր հայրը վկայակոչելով Պողոս Առաքյալի խոսքերը ներկաներին հորդորեց փորձության մեջ աննկուն մնալ եւ միաբանված։ Մեր հայրերն ու պապերը հետևեցին առաքյալների խոսքերին եւ իրենց վարմունքի վաղճանը տեսանք։ Որևէ կերպ Քրիստոսին չուրացան, որևէ կերպ եկեղեցին չանարգեցին, որևէ կերպ եկեղեցու սպասավորներին չարհամարեցին։ Ճիշտ հակառակը։ Որպեսզի ուրախություն լինենք մեր առաքյալների համար, պիտի հետևողը լինենք իրենց հաստատած կարգ ու կանոնին եւ իրենց քարոզած Քրիստոսի ավետարանին։ Հաջորդ հինգշաբթի օրը միասնական ժամերգություն կանցկացվի Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկոյան ժամը 19-ին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ծափերով դատարանի դահլիճում ներկաները ողջունում են Կալանքից Լիդիա Մանթաշյանի ազատվելը։ Նոյեմբերի 27-ին Սրբազան պայքարի դատական նիստը առաջնահերթության կարգով քննեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը վերանայելու եւ Կալանքից ազատելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այս հարցը դատարանը քննել էր դեռևս նախորդ
նոյեմբերի 20-ի նիստի ժամանակ եւ Լիդիայի կալանքը երկարաձգել էր 3 ամսով։ Պաշտպանական կողմի կարծիքով Լիդիայի հարցը բավարար խորությամբ չէր քննվել, բացի դրանից նրա 5 ամիս կալանավորված լինելը հանրային դժգոհություն էր առաջացրել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հիմնվելով մեղադրական եւ պաշտպանական կողմերի ցուցմունքների վրա Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց համակցված այլընտրանքային խափանման միջոցներով 2.5 միլիոն դրամ գրավ եւ վարչական հսկողություն։ Սա էր դատարանի որոշումը։ Ի թիվս այլ սահմանափակումների Լիդիան իրավունք չունի այցելել բազմամարդ միջոցառումների, պատարակներին մասնակցել նրան չարգելվեց։ Հավելենք, որ նոյեմբերի 20-ի դատական նիստի որոշումից հետո 9 շան բողոքի տարբեր անհատներ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիմաց 4-օրյա նստածույց էին արել, պահանջելով Լիդիային ազատ արձակել։ Այս դիրքորոշումը այսպիսին չէր լինի, եթե չլիներ այս հանրային մեծ արձագանքը։ Դրա համար պատահական չէր, որ իրենք փորձեցին հենց ի սկզբանե իրենց խոսքի մեջ հերքել, որ սա ամենևին պայմանավորված չէ այդ գրառումներով, այդ ակցիաներով, այլ իրավական հիմնավորումներով են մենակ սահմանափակվում, բայց իմ խորին համոզմամբ, ինչպես նաև նախկինում նշել էի, հենց այս էր, որ կարող ենք համարել հանրային ճնշման հաղթանակ։ Մենք 3 ժամ ենք կանգնած մնում, հոգնում ենք, մարդիկ 4-րդ օրն է արդեն նստածույց են անում, չճանաչելով Լիդիային, այս արդեն խոսում է այդ արձագանքի մասին ու այս խոսում է պետք է հանրությունը սա անցալի որպես հանրային ճնշման հաղթանակ։ Այնուհետև դատարանը քննեց Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքի փոփոխության միջնորդությունը։ Չախալյանի կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Հայ առաքելական եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է նոյեմբերի 29-ին։ Հայոց եկեղեցին առաքելական է կոչվում, քանի որ քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին իսկ դարից Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների միջոցով։ Քրիստոսի համբարձումից հետո Տիրոջ պատգամի համաձայն աշակերտները շրջել են աշխարհով մեկ քրիստոնեական վարդապետությունը ուսուցանել տարբեր ազգերի։ Առաքյալներն ընդամենը 12-ն էին, նրանցից 2-ը եկել են Հայաստան ու նահատակվել Հայաստան աշխարհում։ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնը նորոգության օր է քրիստոնյաների համար։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի սրբատար կոնդակով դեռևս 2015 թվականից առաքյալների հիշատակության օրը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Այդ օրը համաքրիստոնեական սրբությունը դուրս է բերվում Սուրբ Էջմիածնի գանձատնից եւ մատուցվում է տոնական պատարագ, որի ընթացքում հավատացյալները հպվում են Սուրբ Մասունքին, ստանալով հրաշագործ Գեղարդից բաշխվող օրհնությունը։ Սուրբ նշանը եկեղեցում մնում է մինչև երեկոյան ժամերգությունը։ Եվ հավիտյանս, հավիտենից, ամեն։ Ես Լևոն Վարդեղյանն եմ, 14 տարեկան, սովորում եմ Էջմիածնի համար 3 դպրոցում, արդեն 10 տարի ինչ պարապում եմ ուսամարտով։ Երկար տարիներ պարապել եմ այս սպորտաձևով եւ շատ ընկերներ եմ ձեռք բերել այստեղ եւ ինձ թվում է, որ սա իմ կյանքի կարևորագույն ճանապարհն է, որ պիտի անցնեմ դեռ։ Լևոնի կյանքի գլխավոր ճանապարհը անցնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Հրաչ եւ Սյուզան Թուֆայաններ հայրորդյաց տնով։ Այստեղ են անցնում ըմբշամարտի մարզումները։ Հաստատությունում ասում են ըմբշամարտի դասարան, բայց այն ավելի շատ մարզական ակումբ է հիշեցնում, ուր տարբեր օրերի, ժամերի, տարիքային տարբեր խմբեր են մարզվում։ Մարզիչը Ժորա Վարդանյանն է։ Լևոն Բարդեղյանը վերջերս մասնակցել է 2 մրցումների ու վերադարձել է հաղթանակով։ Էստոնիայում մինչև 15 տարեկանների միջազգային մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել, դարձել է բրոնզե մեդալակիր։ Վրաստանում Բաթումի քաղաքում մինչև 15 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալի է արժանացել, գրավել է առաջին տեղը։ Կային շատ երկրներ, տարբեր էին մրցակիցները եւ շատ ուժեղ եւ կարծում եմ, որ այդ մրցույթը տվեց իր փորձը ինձ, տվեց այն հնարավորությունը, որ ես կարողանամ ավելի ուժեղանամ եւ հաջորդ մրցույթներում կարողանամ ավելի լավ ներկայանալ եւ բարձր պահեմ մեր դրոշը։
Պատին փակցված է աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանի նկարը։ Նա Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում աշխարհի չեմպիոն է դարձել։ Բոլոր մենամարտերին հաղթել է բացարձակ առավելությամբ։ 2023-ի օգոստոսին Սուրենին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են դափնիներով, մեծարանքով։ Դա իմ 2 տարվա նվաճումների մի մասն է, գլխավոր մասը կարելի ասել, երբ Իտալիայում 2022 թվականին դարձա երիտասարդների Եվրոպայի չեմպիոն եւ Հորդանանի քաղաքներից Ամմանում դարձա երիտասարդների աշխարհի չեմպիոն 2023 թվականին արդեն։ Եվ ելի նվաճումներ ունեմ, որ այս պլակատի վրա չկան։ Նաև անցած տարի դարձել եմ բանակայինների աշխարհի չեմպիոն, որը կայացավ Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը գրաված երիտասարդ ըմբիշը իր մարզական ճանապարհը սկսել է Էջմիածնում Մայրաթոռի Հրաչ եւ Սյուզան Թուֆայան հայորդյաց տան ըմբշամարտի դասարանում մարզիչ Ժորա Վարդանյանի խմբում։ Վերջերս Սերբիայում կայացած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը, արժանացել է բրոնզե մեդալի։ Սուրենը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, ծառայել է ու զորացրվել, այլ մարզասրահներ է այցելել, բայց այստեղ իրեն տանն է զգում։ Դարձել եմ բրոնզե մեդալակիր, բայց այլ նպատակով են գնացել։ Այս անգամ այսպես ստացվեց։ Աշխատենք սխալների վրա, որպեսզի մյուս անգամ ավելի վառ գույնի մեդալով վերադառնանք։ Հաղթանակների իրենց ճանապարհն են հարթում կրտսեր ըմբիշները։ Նարեկ Մկրտչյանը եւ Արիսա Գալստյան Էստոնիայում կայացած մինչև 14 տարեկանների միջազգային մրցաշարում 3-րդ տեղն են զբաղեցրել, յուրաքանչյուրը իր տարիքային խմբում։ Շատ հետաքրքիր էր, տարբեր երկրներից մասնակցում էին, նաև Հայաստանը իր հավաքականով։ 9 տարեկան եմ, սիրում եմ զբաղվել ըմբշամարտով։ Ես մասնակցել եմ Էստոնիայի մրցումներին, զբաղեցրել եմ պատվավոր 3-րդ տեղը։ Հաղթել եմ 4 հոգու, 1 հոգու եմ պարտվել։ Էջմիածնի հայորդյաց տունը ավելի քան 20 տարվա պատմություն ունի։ Հաստատությունում 500-ից ավելի երեխա է սովորում 27 տարբեր դասարաններում։ Սաներն այստեղ արվեստի, արհեստի, սպորտային դասարաններում սովորում են տիրապետել նախընտրած բնագավառի հմտություններին, գիտելիքներին։